Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր գրած թղթի վրա։ Դուք էլ գալիս եք ասում եք, այ այդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողով դրա համար բանը ընդեղի արհեստական բանականություն չի կարող կարդա մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դառնանք պետություն։ Որովհետեւ այդ անվտանգության երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն։ Մեր վրա խաբարել չի եղել, որ մենք պետություն չենք։ Եվ եթե գիտեք ինչ, փոխվող աշխարհում նա ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին։ Այո, ես չեմ բացառում, որ այս 6 ամսվա ընթացքում 6 ժամվա ընթացքում կարա իրադրությունը նենց փոխվի, որ շատ գնահատականները վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրանք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր կտրտում են։ Այո, մենք ինստիտուցիոնը գալիս են կարդում զեկույցը, նենց կարդում է, ոնց որ ինքն է այդ զեկույցը գրել։ Ոնց մի րոպե ոչ մեկի մոտ հարց չի, ամբողջ կառավարությունը 3 ժամ նստած ստեղ, 3 ժամն ով է այս ընթացքում այս երկրի անվտանգությունը ապահովում։ Բայց երկրի վարչապետը կդգա միտեղ, քանի ժամ արդեն 2 ժամ սենց արած կնստի, հա։ Բայց ինչ ենք եկել նստել։ Հələ նայեք ամբողջ կառավարությունը նստած աստեղ, արտաքին գործերը, ներքին գործերը, ընդհանրապես շրջակա միջավայրում ինչ է կատարվում այս ընթացքում։